Աղավնու վանքը Լենք Թեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ, անօրեն եկավ ու եկավ, հավաքեց, գիտեց մեր ազգը հայոց, փաթաթեց, պատեց ինչպես վիշապ օծ, կանգնեց Սևանա ափին հովասուն, էնտեղ ուր ուշքը ու միտքն աստծուն, անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին, օհաննա վանքը ծովի եզերքին։ Էն վանքում հայոց ազգին պահապան, աղոթք էր անում ծերուկ հայր օհան, աղոթք էր անում իր հոգու համար, իր ազգի համար, աշխարհքի համար։ Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն անօրեն մարդու էսգործն անօրեն, խռովեց արդար ծերունու հոգին, ճերմակ միրուքով իր ցուպը ձեռքին, դառնացած դժգոհ մարդուց ու կյանքից, աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից, իջավ Սևանա երեսը կապույտ ու քրթմնջալով, միամիտ անփույթ, էն վետ ծփուն ջրերի վրա, ցամաք ոտներով գնում էր ահա։ Տեսավ հրաշքը Լենք Թեմուրն ափից, տեսավ սասանեց տեղը սարսափից, կանչեց, աղաչեց իշխանը թաթար, ետ արի ասավ, ետ արի արդար, ետ արի ասավ, ով դու Աստծու մարդ, ետ եկավ մեր հայր օհանը հանդարտ, իր ցուպը ձեռին, ջրերի վրով ու առաջ նելավ թաթարը սիրով։ Ինչ ես ուզում դու, ով սուրբ ալևոր, գանձ, իշխանություն, թե կյանք փառավոր։ Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ, իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից, ուզում եմ թողնես, գնան ուր կուզեն, ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն էսլեն աշխարհքում արևի տակին, ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։ Ժողովուրդ կուզես, լավ, լինի էդպես, էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ, գնա ինձ համար աղոթք արա ծեր, ասավ Լենք Թեմուրն ու տվավ պատվեր, որ գերի հայոց ազգը մի թևից էն վանքը մտնի սուրբի ետևից։ Ինչքան ժողովուրդ մտնի էն վանքը, նրան է բաշխում ենքանի կյանքը։ Հրաման արավ իրեն զորքերին ու բաց թողեցին հայ ազգի գերին։ Մտնում է գերին, մտնում մի ծերից, անցել է թիվը 100,000-ից, չի լցվում սակայն հասարակ մի վանք, ապշում է թաթարն, արմանք ու զարմանք։ Թողեք, կանչում է իրեն զորքերին, հորձանք է տալի նորից հայ գերին, գալիս է գերին, գալիս է նորից, անցել է թիվը 1,000,000-ից, չի լցվում սակայն են վանքը կրկին, չի կանգնում հայի հոսանքն ահագին։ Երորդ անգամն է կանչում զորքերին, գալիս է անցնում մնացած գերին, անցնում է գերին, անցնում շարեշար, էլ մարդ չմնաց, գնաց ինչ որ կար։ Դատարկ է սակայն վանքը տակավին, Թեմուր զարհուրած դառնում է չորզդին։ Զարթուն եմ արդյոք, թե երաստ է սա, հայտնեցեք ինչ շուտ, ինչ հրաշք է սա։ Գնում են տեսնում մարդիկն իր ղրկած, մեր հայր օհանը աղոթքի չոքած, աչքերն երկնքին, միրուքն արցունքոտ, ով որ հայ ազգից մտել է իր մոտ, իր սուրբ աղոթքով, կամքով վերինի, փոխել է իսկույն, դարձել աղավնի։ Բաց պատուհանից թողել ամենքին, թռցրել դեպ իրենց լեռները կրկին։ Ու հիմի վանքում էլ չկա ոչ ոք, ինքն է աղոթում մենակ, ծնկաչոք։